Սովորական մարդիկ սեփական փորձի վրա, իսկ հիմարները ոչ մեկի փորձի վրա իրանց ոչ մի բան չի օգնում։ Մնում են արդեն իսկական գործով զբաղվողները։ Քային, չգիտես խի թվում է, որ հաղթեցիր, վсё, հաղթեցիր։ Ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետություն 1918, վերջ ցեղասպանությունը բրծավ, այն դեպքում որ ցեղասպանություն իրականացնողը այտենց չէր մտածում։ 20 թվականին մեզ թվում էր, որ Բայրակթարը փրթեց թափեց սաղին, բայց հետո պարզվեց չէր թվում, մեր բնակչության զգալի մասին, ով որ էկրանի այս կողմն էր նստած։ Գոռացինք Բայրակթար, թուրքերը վաճառքները շատացրեցին Բայրակթար։ Իրանք նստած էին X կետում ու իրանց երբեք թշնամին չէր հասնում։ Ովա ճիշտ, ովա սխալ, ովա մեղավոր, ումը ծեծենք, ումը պատժենք, ումը մեր քրֆենք, ումը մեդալ տանք վիճակներն է։ Մարտական փորձը դա ուրիշ բան է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հերթական օրն է, հայրեորդի Վարդանովներ ու անկեղծ զրույց հոր եւ որդու միջև կարծիքների փոխանակում։ Ու այսօր որոշել ենք խոսել մի բանի մասին, որը մեր երկրում անդադար կատարվում է, բանակի հետ կապված իհարկե, բայց տենց էլ չի կատարվում վերջնական։ Վաղուն սկզբից ուզում էր ասել լայքը չմոռանաք, դիզլայքը չմոռանաք, եթե ձեզ մի բան դուր չի գալի, կիսվելը չմոռանաք, մեկ էլ ասենք օժանդակել դետքին ֆինանսապես չմոռանաք, ով այդ ցանկությունն ունի, իսկ ով ունի թե չունի, ասենք չմոռանաք օժանդակեք նաև մյուս կամ ցանկացած հասարակական կազմակերպություն, որը ձեր կարծիքով պիտանի գործանում երկրի համար, որտեղ հասարակական կազմակերպությունները դա միայն ոմայի մասին չի խոսքը, այլ ընդհանրապես ցանկացածը, որը ձեր կարծիքով կարևոր է, դա ուժեղ հասարակության հիմքն է, իսկ եթե հասարակությունը թույլ է, ունենում ենք այն, ինչ որ հիմա ունենք։ Եթե ուզում եք սենց լինի ու սրանից վատ, շարունակեք լինել պասիվ։ Եթե ուզում եք ուժեղ երկիր լինի, ուժեղ երկրի համար ուժեղ հասարակություն է պետք, որի համար պետք է հասարակական կազմակերպությունները աշխատելու հնարավորություն ունենան։ Դե ձեզ տենամ հեռատես հայր։ Շարունակելով քո թեման, լավ կլինի հետևելու կոճակն էլ սեղմեն YouTube-յան էջերի, Instagram, Facebook, դա շատ կարևոր է մեր համար, որ մեր ձայնը ավելի լսելի դառնա։ Մեր ասելով մենակ իմ ու կոչը։ Այլի ժլատություն արեք, սենց մեծագույն, սենց խորը գաղափարների հետ ասենք, առնչվում եք, երբ որ վաղոյի հետ մենք նստած սենց բամբասում ենք, ու ժլատաբար չեք կիսվում։ Կիսվեք, որ մի քիչ շատ մարդիկ այդ մեր բանը զրույցներին ծանոթանան, իսկ ավելի շուտ շփվեն այն թեմաների հետ, որը որ կարա մարդկանց կյանքերը փրկի, երբ որ իրանք շփվեն նման թեմաների հետ, խորանան, որովհետև կյանք փրկելու մասին է վերջապես ավելի շատ մեր զրույցը, քան ցանկացած ուրիշ թեմա։ Կյանք փրկելու մեր երիտասարդների, ոչ միայն երիտասարդների, խաղաղ բնակչությանը, զինվորականների, կամավորականների, կարճ ասած ողջ մնալու մասին է խոսքը։ Ու եթե կիսվեք, մի քիչ ավել մարդ ողջ կարող է մնալ։ Թեկուս մեր սխալները, ասենք, հայտնաբերելով, ընդգծելով եւ այդ սխալը չանելով էլի։ Խոսանք փորձի մասին։ Ու այն փորձի, որը քո փորձը չի։ Ռազմական փորձի մասին, փորձի փոխանակման մասին, փորձի փոխանցման մասին, այն ինչ որ չգիտես խի Հայաստանում լավ չի աշխատել։ Ընդհանրապես երևի շատերդ գիտեք, ասենց ասացվածքներ կա, նույնիսկ չգիտեմ դա ինչ որ ազգին է պատկանում, թե ինչ որ շատ խելացի մարդ է ասել էդի, որ խելացիները ուրիշի փորձի վրա են, ասենք, իրենց գործողությունները, ասենք, բանանում, պլանավորում։ Սովորական մարդիկ սեփական փորձի վրա, իսկ հիմարները ոչ մեկի փորձի վրա իրանց ոչ մի բան չի օգնում։ Այլ ցավալի է, մենք ուրիշի փորձը հաշվի չենք առնում,
դեռևս ամենայն դեպս միջև հիմա ես դա չեմ տեսնում։ Փորձում ենք մեր փորձի վրա սովորել։ Փորձում ենք ոչ թե սովորում ենք, այլ Փոխում, փորձում ենք հետևություններ սովորել անել։ մեր փորձի վրա, то есть փորձում ենք նորմալ մարդ լինենք։ Բայց մեր մոտ խոսքի կա, չէ, հայի հետի միտքն է լավ, Այ հետին ուղեղը իմը լինի։ հա, բայց մեր մոտ այս ժամանակի ընթացքում այս որ մեր դարաշրջանը ոնց որ շատ արագ է ամեն ինչը տեղի ունենում, մենք չենք հասցնում։ Հա, իդեպ մենք չենք փորձում մեր ազգը վարկաբեկենք դրանով, որ մենք հիմար ազգ ենք, չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը դրա մասին է, որ մենք երբ որ ինչ-որ բանի գալիս ենք, բացասական արդյունք կլինի, դրական արդյունք կլինի, մեզ թվում է վсё, այդ արդյունքը ցած ինչ-որ փուլ է փագում ու վերջ, դրանից հետո ասենք միապաղաղ կյանք է այդում։ Այն դեպքում, որ միապաղաղություն չկա, անգամ երկրագնդի տեկտոնիկ պլիտաների, դա գիտեք, երկրագնդի վրա ամենամեծ բաներն են, որ գոյություն ունեն, այդ անգամ այդ տեկտոնիկ պլիտաները, այն բանը վերևի այդ հաստ կեղևը, էլի, ասենք երկրագնդի, շարժվում է, դինամիկայի մեջ է։ Հնդկաստանը, չեմ հիշում, քանի սանտիմետր թե մետր, գրեթե ամբողջությամբ, ասենք, տեղափոխվում է, թե կիլոմետր, ամեն ինչն է շարժում, իսկ հային, չգիտես խի, թվում է, որ հաղթեցիր, վсё, հաղթեցիր, ստեղծվեց բանը, անկախ Հայաստանի Հանրապետություն 1918, վերջ, ցեղասպանությունը պրծավ, այն դեպքում, որ ցեղասպանություն իրականացնողը այտենց չէր մտածում։ Ստեղծվեց սովետական միություն եւ սովետական հետագայում արդեն միջուկային սովետական կամ ռուսական պետության զոնտիկի տակ, վсё, վերջ, այլ ոչ մի բան չկա անելու, այդպես չի, միշտ անելու բաներ կա եւ ոնց որ ասեցինք, եթե մենք ուրիշի փորձը հաշվի առնենք, մի քիչ սխալներ քիչ կանենք սեփական, եթե սեփական փորձը ոչ թե կուրորեն կարտատպենք, այլ կվերլուծենք, շանս կլինի, որ մի քիչ սխալվենք հետագայում։ Ու հուսանք մենք այն վերջինը չենք, էլի, ու անհույս, ասենք, հիմար չենք այդ առումով։ Հիմարություն թույլ ենք տալի, ոնց որ ասած, sense փուլային ենք մտածում, էլի։ Օրինակ Անգլիան արդեն 200 տարի է Ռուսաստանի դեմ իր պայքարը նկարաբանը գծել է եւ կամած գնում է դեպի Միջին Ասիան Իրանով անելը, Թուրքիայի միջոցով լինի, Հնդկաստան, Աֆղանստանի միջոցով կլինի, չգիտեմ։ Ինչ ասես անում է, sense 200 տարի է ինքը այդ պայքարը մղում է։ Սովետն էլ, Ռուսաստանն էլ իրան թվում էր վերջ, ինքը Միջին Ասիան վեկալեց, ամեն ինչ լավ է։ Հետո 70 թվերից զգաց, որ արա, Աֆղանստանն է, էս այն, ստիպված Աֆղանստան զորք մտցրեց, որովհետև ժամանակին չէր աշխատել Աֆղանստանի հետ։ Այ նույն ձևով ռուսը հիմարություն անում, ժամանակին չի աշխատել այստեղ, մեկը զարմանում է, աման արա, հայերը դեպի արևմուտք են եթում։ Բան չես արել, ասենք, ի օգուտ անգամ քո հետ հարաբերությունները որ լավ լինի, պարզ չի այնով որ ասենք վիզեր դնում քո հետ հարաբերությունները վատանա, ինքը կհաջողի։ Նույն ձևով մենք ենք իդեպ, չգիտեմ, այդ 200 տարի համարյա Ռուսաստանի կայսրության կազմում մեր հայրենիքոյի մի մասով, իսկ հետո այս մյուս մասով նկատի ունեմ Գյուլիստանի պայմանագրով Արցախը, իսկ հետո Նախիջևանի խանության տակ եղած հայկական հողերը, Երևանի խանության տակ եղած հայկական հողերը Ռուսաստանի կայսրության մեջ կմտնելուց հետո, թե մենք ռուսացանք, թե ռուսը մեր նման դառավ, հայացավ, չգիտեմ, բայց մենք այդ առումով շատ այնց հիմարությամբ իրար նման ենք, ասեմ։ Խոսանք, բայց մի քիչ ավելի կոնկրետիկային գնանք։ Մարտական փորձ այսօր, լավագույն մարտական փորձը սրանից մի քանի տարի առաջ 20 թվականից այսքոմ մենք ունենք մեր մարտական փորձը։ Հետո լայնամասշտաբ, ասենք, մեծ մի քանի 100,000 զորքերի բախումների, ասենք, պատերազմը ու ակտիվ, դինամիկ, ճակատային կողմ, այս կողմ գնացող պատերազմ եղավ բանում Էթիոպիայում քաղաքացիական պատերազմ, երբ որ Տիգրայիները, այտենց ցեղախումբ կար,
եւ ամխարները իրար հետ սկսեցին պատերազմական գործողություններ անել քաղաքացիական, բայց մի քանի 100,000 մարդ են կողմից, մի քանի 100,000 մարդ չէ, զինվորական իրար հետ այտենց էին կռվում։ Ցավալի է Հայաստանում ընդհանրապես մարդ չգտնվեց, որ Էթիոպիայի պատերազմի փորձը գոնե հետևի, եթե բան չանի, սիստեմատիզացիա չանի, չգրի էսի մեծ մասը սենց ստատիստիկա բան անգամ հետևող երևակայի մենակ ես եմ եղել, այն էլ այնքան կծկտու էր, ասենք այն տվյալները, որ ես կարում էի իմ գրեթե անգրագետ բանը ինտերնետի եւ կոմպի գործերում, ասենք գրեթե անգրագետ լինելով այնքան կծկտու տվյալներ էի հավաքում, որ ինչ որտեղ ուսումնասիրություն անգամ չի կարելի էդի կոչել, էլի։ Բայց 22 թվականից մոտավորապես 1.5 տարի հետո այդ մեր մարտական գործողությունները սառելուց եւ բանի Էթիոպիայի կռվից հետո սկսեց Ուկրաինայի եւ то есть Կիևի եւ Մոսկվայի Իվանների պատերազմը ռուսների երկու ռուս Կիևյան եւ Մոսկովյան Ռուսաստանների պատերազմը սկսեց եւ դու տենում ես որ ինչ որտեղ Հայաստանը ուսումնասիրում է այդ փորձը ու Facebook-ի մակարդակով Հայաստանը ասելով Հայաստան Հանրապետության մասին է խոսքը անկեղծ ասած տեսանելի որ մենակ դրոների մակարդակով է այսինքն տեղում չեն գնում տեսնում որ ամեն ինչ չի որ վիդեո կարծինկով է ոնց որ 20 թվականին մեզ թվում էր որ Բայրակթարը փրթեց թափեց սաղին բայց հետո բացվեց չէր թվում մեր բնակչության զգալի մասին ով որ էկրանի այս կողմն էր նստած ու վերջում բացվեց ընդամենը 64 հատ խոցում ունի Բայրակթարը հաստատված Դա Հերմեսը երևի ավելի շատ է խփել Ես թվերը արդեն չեմ հիշում այդպես կոնկրետ ինչքան հիշում եմ 70-ին մոտ կարող է մի քիչ 70-ից ավել մի քանի 100 կադր կա խոցման այդ դրա մասին է վաղոն ասում 20 թվականի սեպտեմբերի վերջից որոնք ընդհանուր տարբեր ռակուրսից նկարած նույն 64 կադրն են ցույց տալիս ասենք Բայրակթարը գալիս է խփում է մի երկու բան հետո դառնում է հետախույզ ինքը ինչ որ բարձրության վրա, ասենք 7-8 կիլոմետրի վրա, որ անհասանելի լինի մեր հոպի համար, հոպ համակարգի համար, ինքը այդ բարձրության վրա դիտարկում է ու իր օբյեկտիվը այնքան լավն է, գրեթե բանի դետքի կամերայի որակին դրա համար, ասենք ինքը կարում է շատ հեռու նայի եւ ինքը հետևում է։ Կանադական կամերաները Կանադան, որ sense մարդասիրական եւ մարտի դաշտի տարածք բան չենք ուղարկում ոչ մի բան, լավ էլ ուղարկում էին բայրակթարները այդ Բայկար ֆիրմայի արտադրության ամբողջությամբ օպտիկայի մասով, հետո էլի ես իմ ինչի մասով կանադական բաներից էր օգտվում եւ կարճ ասած մեր վրա նաեւ կանադական բան գործարաններն էին կրակում ու ռմբեր գցում Եվ ինչ էր կատարվում, տարբեր ռակուրսից նկարում էր Բայրակթարը, նկարում էր հետախույս օրբիտեր մեկը թե երկուսը, կարող է 2 հատ օրբիտեր նկարեր, մեկը S-մի հատվածում, ասենք շրջանակաձև բաներ կատարեր, շարժումներ, մեկը S-մյուս կողմը, նկարում էր նաև հարոպը, հարվածայինը, որը ասենք սկզբից մի քիչ ֆռում է, հետո նոր է խփում Եվ կարար ասենք նկարեր, այն մյուսի անուն արդեն չեմ հիշում, կարճ ասած մի 4-5 համակարգ միաժամանակ նկարում էր մի պայթյուն, էլ չեմ ասում մոնտաժը, այն որ կոմպում սենց կդրում, սենց իրար են կպցնում, ես իմ ինչ են անում, ու այդ ամեն ինչը 70-ը բազմապատկեք խոսքի օրինակ 5-ով ստանում է 350, մի քիչ էլ մոնտաժով 700 խոցման, ասենք կադրեր կար բանում ցանցում
Իսկ մեր մոտ աման, ինչ է կեշեշ, ասենք, ոմայով բինտ կապել սովորացնում, արունահոսությունը կանգնացնել ավտոմատի դարձի, ընդեղից գիտեք ինչ sense բայրակթարա մանյակա լինի ձեր գլխին բան։ Այդտենց մեզ կերցրեցին, լիքը գոռացինք բայրակթար, թուրքերը վաճառքները շատացրեցին, բայրակթար։ Ուկրաինային ծախեցին, խապեցին, ծախեցին ու ռուսը հարյուրներով ու բան սրիկա են, էլի գլխավոր ռեկլամների ագենտին մեզ, որ այդքան մենք բայրակթարը պրակտիկ, ասենք, բանա գոռացինք, որ շատ լավն է, մեզ փող չտվին սրիկաները, թուրքերին վստահել պետք չի անգամ այդ հարցում։ Իսկ մարտական փորձի հետ ոչ մի աղերս չունի այս ամեն ինչը, այս բայրակտարի հետ կապված։ Մեր իրականում ուկրաինական պատերազմի մեր խնդիրը կներես, որ ընդհատում եմ, ուրիշ բանի մեջ է, որ ինստիտուցիա չկա։ Այսինքն տեսան ԱԹՍ 16 թվին էլ էինք տեսել, մի հատ բում ԱԹՍ-ներ այդ ժամանակ եղավ, բոլորը փորձում էին ԱԹՍ սարքեն։ 20-ից հետո դե քանի որ շատ ավելի ցավալի էր ԱԹՍ-ների հարվածները, դրանից հետո մի քիչ երկար տևեց։ Հա, բայց հիմա որ նայենք թիվը չլիներ, մեր գումարտակը մի քանի տասնյակ մավիկ, եսի մինչեր չէր ունենա։ Կռվի ժամանակ չէր մենք, կռվից հետո է մեզ այդ մավիկները հասել։ Չէ, դե կռվի ժամանակ էլ կռվի ժամանակ քանի հատ կորցրեցինք մենակ։ Չենք ունեցել մավիկ։ Լավ, մավիկ չէ, ուրիշ բան էր։ Ուրիշ ենք ունեցել, բայց մի քանի տասնյակ չէ։ Քանի հատ էր։ 5 հատ, 6 հատ։ Լուրջ ես ասում, բայց քանի հատ ենք կորցրել։ 2 հատ։ Որա ես սաղին ասում եմ 5-6 հատ կորցրել ենք, փաստորեն 5-6 հատ եղել է։ Հա, ընդամենը 5-6 հատ եղել է, ամեն դեպքում մեր մոտ ոնց ալիքը բարձացավ, հետո դրա մասին չեն խոսում, քիչ, sense մնում են արդեն իսկական գործով զբաղվողները, մեր շրջապատում է որ նայենք շատ մարդկանց, իրենց գործերը թողեցին։ Սեփական փորձով իրենց ապագան կառուցողները շատ քիչ մարդիկ էին։ Հա, մնացին, այսպես ասած, պրոֆեսիոնալներ, ովքեր շարունակեցին այդ գործով զբաղվելը։ Հա, իդեպ հիմա ասենք համացանցում այդ տղաներին մասին, եթե անմիջապես իրանց անունները չտանք, իրանց ղեկավարած եւ կառուցած ֆիրմաների անունները կլսեք։ Դե պետք է անունները չենք տալի, բայց Էդի օրինակ լավ փորձ եղավ, դրանից հետո մեր բանակը, ես օրինակ մինչև 20 թիվը դեպք եղել է մտել եմ տարբեր արտադրամասեր, ԱԹՍ-ների, բանակի պատվերները կար, բայց ոչ մեկ չէր գալի հետևից, հիմա այդ պայեսները դատարկ են կարելի ասել, իսկն մեծ թվով այդ մեր փորձը տեղ աշխատել է, մենք կարացել ենք մի հատ դաս քաղենք, հետո եկավ 22 թիվը, ընդեղ է որ նայենք ռուս-ուկրաինական պայքարին, ոնց է զարգացումները գնացել, այդ FPV-ները միանգամից չհայտնվան։ 23-ի կեսերի, քիչ սկզբից մավիկներով բանկցող չկար, մավիկներով բան են գցում, գրանատ են գցում F1-3-ներ են, տակը հատուկ հարմարանք կար, սենց մեր մոտ էլ սկսեցին էլի ինտուզիաստները, էլի ինստիտուցիա չկար, ինտուզիաստներով զբաղվեցին, տարբեր տեղեր արդեն մեծ վարպետության հասան, որ կարում էին։ Հիմա էլ դու ինձ ներող եղի, որ ընդհատեմ, ուրեմն նայեք, ես որ ասում եմ հասարակությունը պիտի աշխատի, այդ էլ դրա մասին էլ է խոսքը, էլի, պետական մեքենան ինքը բուրգաձև է ու շատ ծանր է, տեսել եք են մինյոնների մուլտիկը են, որ սենց բուրգան գնում է, տակը փարավոնը իր ժողովրդով լրջվում է, ինքը մեծ ծանր, դժվար շարժվող, փոփոխվող պետական բուրգը դա է, հասարակությունը եւ իր կողմից, ասենք, Ձելեգիրովնի իրավունքներ ստացած, ասենք, հասարակական կազմակերպությունները համեմատաբար ավելի արագ են արձագանքում փոփոխություններին, համեմատաբար ավելի բանը ճկուն են, կարան գան ինչ-որ բանի հետո դրանից հրաժարվեն, օրինակ ոմայի օրինակով բերենք, մենք փորձում էինք բանի գայինք, բագիների արտադրության գայինք, բայց բագիների մեր արտադրածը որակը շատ կասկածելի էր, այն ինչ-որ ասենք մեր մոտ մեր խնդրանքով ստեղ սարքվեց շատ կասկածելի որակ էր, հետն էլ գնային անես չի, որ շատ էր տարբերվում բանից,
իմաստ չունի դրա մեջ շարունակական, ասենք, նյութական, ասենք, ծախսեր տենալ, մարդկային ռեսուրսներ ծախսել, բայց կա բաներ, որտեղ որ այդ նույն անօթաչու թռչող սարքը, որ իր այսպես ասած ժելեզա նյութերը ենթադրենք $30,000 ֆիրման դրսի ծախում է 250,000, то есть ընդ գաղափարն է թանկ եւ դու կարողանում ես այդ 250,000 ինչ որ մեկի գնահատած ապրանքից առնես արդեն երկաթից բացի պլյուս մի 20 կամ 50,000 վրա մի 7-8 անգամ ավելի էժան, որովհետեւ այդ արտադրողները, սարքողները, հասարակական կազմակերպության անդամները իրանք հայրենասեր մարդիկ են, որ դրա մեջ են դրել, ասենք, իրանց ուժն ու եռանդը եւ հայրենասիրության հաշվին ինչ որտեղ տնտեսում ես հսկայական գումար, հասարակության ուժեղանալը նաեւ այդ տեսակետից է պետք նայել։ Ու իմիջայլոս նույն ռուս-ուկրաինական պայքարի ժամանակ հասարակություններ նորամուծությունները անդադար մտցնում։ Անդադար։ Այսինքն նույն մավիկները, FPV-ներն էլ հասարակություն մավիկներն է դիրակցող բանով, FPV-ներն է, որ արդեն դարել է պետական մասշտաբներով են սկսել արտադրել գործարաններ, հա դե իրանք այդ հնարավորությունները ունեն, ցավոք սրտի մեր երկրում մեր մոտ էլ կարա գործարան լինի, եթե այտենց ակտիվ ֆազայի մեջ լինենք տարիներով, դա արդեն բայց այդ պետք է 0-ից ոնց որ սկսենք, իրանք 0-ից չողակի ինչ որ մի բանը թեքել են դրա վրա։ Հա, խոսքի օրինակ, բանը, պատստվոլնի այդ փողի տակի այդ նռնականետի բանը, ասենք, կրակոցը որոշ մանիպուլյացիայի հաշվին դառնում էր մավիկի կողմից գցվող ռումբ, ավիառումբ։ Ու տենց տարական բան էլի, ասենք, փոփոխություններ։ Բայց մենք ավելի շատ շեղվեցինք դրա վրա, որտեղ մենք էլ չէ մեր ժողովրդի մի մասն ենք, մենք ժողովրդի զավակներն ենք, մենք էլ ռոպագանդայի բանի տակ ենք, ռոբոտ, բան, բուժ, բայց կան ավելի խելացի ազգեր կամ պետություններ ավելի ճիշտ կլինի, որոնք պետական մակարդակով դիտորդներ ունեն երկու կողմից էլ հիմնականում։ Չէ, մի կողմից պետական մակարդակով, մյուս կողմից լրտեսների եւ հասարակական ինչ-որ sense ագենտների կան ավելի խելացիներ, ովքեր փորձում են ստանալով իրանց փորձը, որը խելացիները ինչ են արել, իրանք էլ երբեք ոչ միտեղ զոր չուղարկած, օրինակ հյուսիս կորեացիների մասին է խոսքը, փորձեցին մարտական փորձ ձեռք բերեն, քանի որ 50 քանի թվից պատերազմ 53 թվականից պատերազմ չեն տեսը, եկան Կուրսկում ինչ որ բաներ արեցին, որը ըստ ուկրաինացիների իրանց ստրոյբատ էին օգտագործում որպես, որտեղ պես չէր, հակառակ դեպքում իրանք ոնց որ թե ասում ըստ ուկրաինացիների, ես ուկրաինացի մի կորուստ են տվել։ Հա, բայց այդտեղ էլ կարան կորուստան, հաշվի առնելով վերևից ինչ էր կարան գնի իրանց գլխներին, կարային տրանշեի փորելուց է կարային այդ խնդիրը ունենային, զոհերը ունենային։ Կարային, բայց չէ, ոնց որ նորմալ մարտական գործողություններ Ռուսաստանի անվիճելի Ռուսաստանի տարածքում, Կուրսկի մարզի տարածքում, այո։ Իսկ Ուկրաինայի կողմից երևի Եվրոպայից տես երկիր չկա, որ մարդ չի ուղարկել։ Ես գիտեմ մի երկիր, որ ընդ մարդ չի ուղարկել, Սան Մարինոն ոնց որ ընդ մարդ չի ուղարկել։ Լիխտենշտեյնը կարող ուղարկած չէ, կամ Լյուքսեմբուրգը։ Չէ, վարիանտ չկա, մարդ ուղարկած կլինեն։ Սան Մարինոյում ուղղակի երկու զինվորական են, մեկը դոլ խփողն է, մեկն էլ բանը կացինով սերժանտն է։ Իրանցից որ մեկին ղրգեն միանգամից կերևա էլի, ասենք։ Դե քաղաքացիներից են գնաց։ Մնացած բոլոր երկրներից փորձի փոխանակման մարտական ժամանակակից մարտադաշտ ուսումնասիրող, տարբեր կազմակերպչական խնդիրներ ուսումնասիրող, լոգիստիկ։ Օրինակ այդ լոգիստիկայի հետ կապված ամերիկական ստանդարտներն է փոխվել, իրանց կառավարման կետերի ավելի մոբիլ են դարձել SSV-ից հետո։ Իրանք կարում են մի քանի SSV-ի ընթացքում, հա, հետո եմ ասում, մոտավոր 1-1.5 տարի հետո արդեն եկան են դրան, որ իրանց կառավարման կետերը մի քանի րոպեվա ընթացքում են կարողանում հավաքել, քանի որ միջև այդ իրանց փորձը հիմնականում աղվանց, այսինքն իրանք նստած էին X կետում ու իրանց երբեք թշնամին չէր հասնում, շատ հեռու են։ Հիմա նայում եմ մի կոնֆլիկտի, որտեղ երկու կողմը շատ հզոր զենքեր ունեն ու մի քանի հազար կիլոմետր էլ է թռնում, այսինքն պետք է շատ մոբիլ կառավարման կետ ունենաս, որը շատ արագ լավ
քողարկվող, լավ քողարկվող, հեշտ քողարկվող, կողից ինքը սովորեց, էդի արեց, ռուսները օրինակ սովորեցին, երևի Եվրոպա արևմտյան երկրներն էլ են սովորել, որ արդեն դիվիզիոններով չեն օգտագործում իրենց հրետանին, միայն բատարեաներով, նույնիսկ արդեն մարտկոսներով չեն օգտագործում, աշխատում են անհատով, 1-2 փող, հիմնականում մի փողով են աշխատում, որը շատ ավելի հեշտ է թաքցնելը, որին հայտնաբերելու կորուստներն է շատ քիչ ելնում, ուր մարտկոս գտնեն, ուր ընդամենը մի ջոկ տարբերություն կա։ Մի բան ասեմ, ընդհանրապես ռազմական գործը շատ հաճախ թվում է, թե զարգանում է, բայց այն բուն ստրատեգիայի հիմքում ընկած մտքերը Չինգիզ խանի ժամանակ ինքը տարբեր ուղղություններով, ասենք 180 հազարանոց զորքը տարբեր ուղղություններով դեպի մի կետ էր ուղարկում, որպեսզի սաղ ձիերով, ասենք, չուտեն սաղ դաշտը մի հատվածը, այն մյուսները գան սովեն իրանց հետևից և տեղ չհասնեն կամ հասնեն, ասենք, հոգնած, և իրենք կարային իրարից 60, 100, 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվելով ձախ և աջ թևերը, բայց ուղղվեին խոսքի դեպի Խոջենդ քաղաքը և ընդեղ հանդիպեին, ասենք, վերցնելով օղակի մեջ հսկայական, ասենք, տարածք Խիվայի Խորեզմի թագավորությունից, նույնը արեց որպես նոր արար Նապոլեոն Բոնապարտը 19-րդ դարում, երբ որ բաժանեց բանակը առանձին կորպուսների, մի քանի դիվիզիայից բաղկացած, և այդ կորպուսները տարբեր իրարից շատ հեռու ճանապարհներով դեպի մի տարածք էր ուղարկում, իր գրեթե բոլոր հաջողությունները այդ ափխվատներով էին բացատրվում, երբ որ ինքը տարբեր ճանապարհներից մի թիրախ էր գտնում, ասենք դեպի Վագրամից հետո դեպի Վենա, ռուսական զորքերը շրջապատելու նպատակով եւ այլն։ Նույնը հիմա կարելի է ասել եկել են ընդրան, որ փողային բանն էլ է, արտիլերիան էլ է այտենց սկսել աշխատել։ Ցրում են իրան, որպեսի խոցելի չլինի, ընդ ցրում էին, որ սոված չմնան, ձիավորները եւ հետևակայինները, ձիերը, իստե որպեսի չխոցվեն տարբեր պատճառներով, բայց ցրում են, արդեն տեխնոլոգիաները փոխվեցան, ուժերը ցրում են, խփելով մի թիրախի։ Օրինակ ռուսական Telegram ալիքներից մեկում, ոնց էր դրա անունը, դե լավ էական չի, ռեկլամ չանենք, նկարագրված էր ոնց են 6 փողով իրարից ամեն մեկը 3-ից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվելով, ուրեմն կրակի տակ պահել Վոլչանսկ, վայով մի հատ բնակավայրի դեմը ուկրաինական հակագրոհի գնացած ինչ-որ գումարտակի, ասենք, դեմը, ասենց, բավականին ճշգրիտ խոցումներ են արել, դե մարտի դաշտում մարդիկ ռացիայով կապ էին տալի խոսքի արտիլերիայի պետի հետ, պլյուս վերևը դրոններ, արտիլերիայի պետն էլ այդ բոլոր ցրված 6 փողին, հրետանային համակարգերին կոնկրետ տեղ էր ասում, իրանք 6 հատ փողով խոսքի մի կետի էին։ Բայց ի՞նչ է պետք որ կարողանան այդպես աշխատեն հրետանավորները։ Գրագետ, պարապած անձնակազմ ունենան, գրագետ սպա, անձնակազմը դա բնավ միայն զինվորը չի, գրագետ սպաներ, գրագետ, ասենք, հետախույզներ, որոնք իրենց տվյալները տալիս են, այդ հետախույզը կարող անձամբ հետահեռադիտակով նայի, կամ դրոնով, չգիտեմ ինչով, կամ տիեզերք հատուկ մի հատ արբանյակ սենց ուսից շպրտի ու այդ արբանյակի տվյալներով, ասենք, ճշտված, ասենք, տա, նույն ձևով սերժանտներ գրագետ, շարքային սաստավ գրագետ, այդ մի քանի ուղղությունից միտեղ խփելը հիմա շատ տարածված է ռուս-ուկրաինական պատերազմում։ Ցրված ես, դժվար ես, ասենք, հայտնաբերվում, առաջ սկզբի փուլում ավելի տարածված էր մոբիլ արտիլերիան,
կարող է տեսած ելնեք բանը Եկան կրակեցին շարժում, հիշեք այդ բանը լավագույնները դժողքում այն որ թնդանոթները գալիս գմ խփեցին մեկ է վրաս հավքվեցին այդան որ հարված չեղա դե այն ժամանակ ԱԹՍ-ները փոքր որ շատ մեծ տարածում ունեն նույն մավիկները հետախուզում էին կրակ էին կանչում հրետանում Շատ չէին, բայց էլի տեսնում էին մի հատին։ Էլի տեսնում, չէ, ԱԹՍ-ն է կարող շուտ տեսնել, բայց մինչև կրակ էր կանչում, ինքը հարվածային չէր։ Իսկ հիմա FPV-ները, որ հարվածային են դարձել, այնքան շատ են։ Այնքան զարգացել, ասենք, այդ ոլորտը, ոչ թե բեսպիլոտնիկի այդ անօթաչուի կոնկրետ տեխնիկական մասը, այլ իր կիրառումն է մշակվել։ Գալիս է հարվածային է։ Իմիջիալոց թուրքերը այդ բանը 20 թվին է տենց էին աշխատում։ Գալիս է հարվածային է, հետախույզը տենում է, կանչում է հարվածայինը գալիս մի հատ է տենում է ինքը խփում է, դադարկվավ բայց քանի հնարավորություն ունի վառելիքա, ակումուլյատորի զարյատկա է, ինքը մնում է շարունակում է դիտարկում անել։ Օգնում է այն մյուս հարվածային դրոններին, որ իրանք ավելի ճշգրիտ խփեն։ Հիմա նույնը կատարվում է շատ ավելի մասսայական ու շատ ավելի հարկերի բաժանած, կարելի ասել 200 մետրից մինչև տիեզերք, այսօր խիտ աչքերով լցված է ռուս-ուկրաինական, ասենք, մարտադաշտը։ Էլի նորից գնացինք դրոնների վրա, այս դրոնացավ ենք կպե։ Դրոնների չէ, թռչող սարքերի մասին էր խոսքը։ Հա, թեկուզ։ Եկեք Չնայած Սպուտնիկ արբանյակներն էլ են ԱԹՍ-ներ կարելի ասել։ Հա, բայց եկեք ավելի շատ խոսանք մարտական փորձի մասին, էլի։ Ես շատ հաճախ 90-ական թվականների կռվող տղաներին երբ որ շարքային, ասենք, կռվել է, փառք ու պատիվ, շնորհակալ եմ իրան, որ ինքը, ասենք, կռվել է, բոլչի, էլ կարողացել է ողջ մնա եւ հետագայում ծառայի երկրին, երբ որ տենում է ինչ-որ բարձր սպայական կամ միջին եւ բարձր սպայական, ասենք, պաշտոն զբաղացնելուց շատ է ուրախանում, բայց քանի անգամ եղել է, ասել եմ, գնացել ես մի տես սովորել ես ու մեկ-մեկ լինում էր sense պատասխան դե մեր մարտական փորձը քիչ է շարքայինի ոնց է կարծում մարտական փորձը շատ կօգնի ասենք գնդի հրամանատարին որ ինքը ասենք գունդ ղեկավարի կամ դասակի հրամանատար 30 հոգու պաշտպանական մարտում ասենք լավ լուրջ փորձ ունեցող վաստակ ունեցող հետո դրա համար խոսքի օրինակ լուրջ պարգևատրումներ բան սենց հետո գումարտակ կարա ինքը լավ ղեկավարի մեծ հարցական է մեծ մարտական փորձը դու ձեռք ես բերում շատ կոնկրետ տեղ կոնկրետ հակառակորդի հետ կոնկրետ խոսքի օրինակ Բաքվի թուրքերի հետ դու չես փորձ ձեռք բերել, եթե 157 գումարտակում էիր Կարմիր շուկա թաղավարտ։ Ոչ։ Դու կոնկրետ ձեռք ես բերել փորձ Սուլտան Մուրադ թուրքամանների բանը այդ նախքին մոջահեդ վարձկանների դեմ, ասենք, եւ թուրքական բաների ոնց էր այդ սենտ քաթները վերջը կոնկրետ միած ստորաբաժանման դեմ պայքարելու փորձես ձեռք բերել ու կոնկրետ լեռնաանտառային անտառադաշտային ասենք բլրոտ ռելիեֆում ուրիշ փորձ դու ձեռք չես բերել որպեսզի քո փորձը մի քիչ ավելի լայնանա գոյություն ունի փորձի սիստեմատիզացիա այ 20 թվականին ուրեմն գլխավոր շտաբի պետը 20 թվականի վերջում Օնիկ Գասպարյանը կարգադրել էր սպաներից մի գրագետ, ասենք, հրետանու սպայի, գնդապետի, որ ինքը ուրեմն ամբողջ Արցախի զորամասերով ֆռա տարբեր բանը պաշտոնավարողների դիտարկումները գրանցի ով ոնց է կռվել, ինչ արել, ինչն է կարծում ճիշտ էր, ինչն էր սխալ եւ այլն։ Եվ այդ տիտանական աշխատանքը մի քանի ամիս Ասլանյանն անում էր, ցավալի է, բայց հետո երբ որ
որոշակի դեպքեր եղան, փակվեց այդ վարչությունը թե բաժինը եւ էդի ղրգեցին քաղաքական դաշտ, ռազմական փորձի վերլուծումը եւ սիստեմատիզացիան, որ ինքը դառնա մտավոր աշխատանք եւ դասագիրք դասակի հրամանատարին, որ ինքը հետո գումարտակել կարնա ղեկավարի իր սեփական փորձի եւ իրեն շրջապատող, ասենք, կամ տասնյակ կիլոմետրներ են կողմ գնացած մարդկանց փորձի հիման վրա։ Ցավալի է այդ բաժինը թե վարչությունը ցրեցին եւ քաղաքական դաշտում գիտեք, այս ընդամենը 5 տարի հետո դա մի քիչ սարկազմա, այդ ծավալուն աշխատանքը իրանք կատարեցին, Հետո պարզվեց արդեն հնացածը կամ արդիական չի կամ ուշացել է, բայց այդ ոնց ձեզ ասեմ, այդ դա դեռ մարտական փորձի ամփոփում չի, դա ովա ճիշտ, ովա սխալ, ովա մեղավոր, ումը ծեծենք, ումը պատժենք, ումը մեր քրֆենք, ումը մեդալ տանք վիճակներն է։ Մարտական փորձը դա ուրիշ բան է։ Նայեք, ոնց եք կարծում, ռազմական ուստավները ինչի մասին է խոսքը։ Շատ-շատերը ասում են դա ռազմական օրենքներ են, այո, իսկ ինչի հիման վրա է գրված։ Ոնց որ բոլոր օրենքներ են։ Բոլոր օրենքները իրանց բանա հիմքում վերջը հռոմեական, ասենք, բանն է, օրենսդրությունն է, 12 տախտակի թե քարի բանա օրենքները, Законы 12 таблиц։ Ռազմական ուստավների հիմքում ի՞նչն է։ Ռազմական փորձը, որը վերլուծվել է, սիստեմատիզացվել է, խելացի պաշտպանության, ասենք, համակարգերում ադապտացվել է սեփական ժողովրդին, հարմարացվել է տեղանքին, որտեղ պետք է օգտագործվի, ասենք, այդ ռազմական ուստավը, եւ իրականում խելացի ժողովուրդներին նաեւ հաշվի առնվել նոր ուստավում, ում դեմ կարող է կռվես։ Հավանական հակառակորդ։ Դա է ուստավը։ Հիմա մենք ունենք քաղաքական մարմնի կողմից չընդունված ինչ-որ վերլուծություններ, որոնք որ երբ որ արդեն վերլուծվեն եւ սիստեմատիզացվեն, իրենք հաշվի չեն առնելու ամենը ինֆորմատիվ, ամենաարդիական ռուս-ուկրաինական պատերազմը։ Ինքը լինելու է հին, հնացած։ Այդ գործերը պետք է արագ արվի։ Այ ոնց որ ասեցի, գլխավոր շտաբի պետի հրամանով անմիջապես նոյեմբերի կեսերին ստեղծվեց այդ բաժինը, թե վարչությունը գնդապետ դրվեց պետ եւ ինքը չէր նայում ռուսների պոստեր, օր ու գիշեր, հələ մի հատ ձերբակալեցին, պարզ չի գնում գալիս է, պետք է նաեւ ստեղից ընդ ինչ-որ բաներ տաներ են, ինչ-որ պետք էր ընդ զինված ուժերի համար, հələ վրան քրեական գործ, բան, պարկասո, մի կերպ պրծավ տղեն։ Դուս մենք բան էլ ուստեղ ինչ-որ խնդիրներ ունենք։ Կարճ ասած, մենք ունեինք շանս սեփական փորձը ուսումնասիրելու, վերլուծելու եւ ադապտացնելու մեր հասկանալի, ասենք, լեզվին, մեր համար հասկանալի որ դառնա։ Հիմա այդտեղ հապաղել ենք, չենք հասցրել, կարող ենք ուրիշի փորձենք, արդեն փորձ ունենք ադապտացնել։ Քիչ թե շատ, այն էլ պետք է հաշվի առնես։ Միանշանակ պետք է հաշվի Որովհետեւ առնես։ Ուկրաինան դա մարտական գործողությունների մասին է, բայց ռելիեֆի մասին չի։ Տարածքը ամբողջությամբ ուրիշ է։ Ինքը մարտական գործողությունների, տեխնիկայի, զինատեսակների մասին է, որը որ նաեւ մենք չունենք։ Ինքը հետախուզական միջոցների մասին է, որը մենք չունենք։ Դժվար է ունենանք։ Ինքը հերահար ինչ-որ, ասենք, եսիմ ինչ համակարգերի մասին է, որը դիտարկում է, եսիմ ինչ ռադիոալիքներ, բան զագարիզում։ Չենք լսել դրա մասին նույնիսկ։ Որը որ չունենք։ Բայց ամեն դեպքում փորձում են ադապտացնել, ըստ էղ ավելի շատ այդ
ինստիտուցիայի խնդիրն է գալիս, որ ինչ-որ մարդկանց մակարդակով է դա արվում, այսինքն նույն օրինակը, որ բերում ես մեր ընկերոջ, իրան հանեցինք պրծավ, այսինքն ինստիտուտ չկար իրա տակ։ Ինքը փաստահավաք խմբի դեր էր խաղում։ Հասկացա։ Ինքը հետո պետք է բերեր։ Իրան գլխատեսին հասկացա, պետք է ինչ-որ խումբ նստեր ու աշխատեր դրա վրա։ Ամեն դեպքում հələ ինստիտուտ չկար, որ էդի բան աներ։ Իրան փոխեին, ուրիշն էր լինելու, ով որ այդ գործը շարունակել լավ վատ դրա մասին չի խոսքը։ Հա, Հիմա էլ ինչ-որ մարդիկ որոշումներ են կայացնում, մեկը որոշում է ՆԱՏՕ գնա, մեկը շարունակում է սովետական Ռուսաստան, սովետական միության տարբերակով աշխատել, բայց էլի ինչ-որ չափով փորձում է մեր մենտալիտետին ինտեգրեն։ Ճիշտ է, ես հələ չեմ տեսել, որ հաշվի առնեմ, որ մենք ՆԱՏՕ-ի ոչ մի բանակի պես չենք, կամ Սովետ միության կամ Ռուսաստանի Դաշնության բանակի պես չենք, շատ չենք, էլի։ Մեր ռելիեֆը շատ ավելի ուրիշ է, անդադար աշխատանքներ տարվում են, բայց իրարից անկախ են։ Ռելիեֆը մի շրջանը մյուսից է տարբերվում։ Հա։ Մեր մոտ այդ փոքր հատվածում, ասենք, Մեղրիից մինչև Գեղարքունիք, դու սուբտրոպիկից, ապելսինի, բանանի զոնայից, մինչև, ասենք, մշտական համարյա ձուն, գրեթե միշտ ձուն, то есть Իմ ասածը ուրիշ բանի մասն է։ Լեդավիթի океանից մինչև Հնդկաստան, պետության մեջ կան, բանակում էլ կան ինչ-որ խմբեր, պետության մեջ կան խմբեր կամ մարդիկ, ովքեր այդ ուղղությամբ աշխատում են, պետությունը այդ իրանց այդ պատվերը տվել է աշխատեն, բայց իրանք չեն միավորվում։ Իրանց աշխատանքները էլ չի գալի կպնի իրար։ Չել կարա կպնի։ Օրինակ ռազմական նոր ինչ-որ փաստ տեսնում եւ վերլուծում։ Բայց օրինակ ռազմական համակարգ են գնացել են, օրինակ Ֆինլանդիայի համապարփակ համակարգն են դիտարկում, որ բերեն մեր մոտ ինչ-որ փոփոխություններ անելով, բայց բանակում չեն գնում անդեի բանը զինված ուժերին նայեն։ Այսինքն քաղաքասարակությունը գնաց, հետազոտեց ինչ-որ բաներ, եկավ ներկայացնեց, բանակը այդ լեզվով չի խոսում, չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Ոգեզեն հարթակի եւ, ասենք, արմիավորման, ասենք, տղաները գնացին, այդ վաղոն ասում։ Այդ խմբի մեջ եղել են, հա, այնտեղ իհարկե մենակ իրանք չէին, աղքա, չէ, ասենք, նաեւ այնտեղ մարդուներ։ Հա, բայց դա ուրիշի հերար փորձի մասին է խոսքը, հետնել իր մարտական վերջի գործողությունները, որ կատարել է 44 թիվն է եղել մինչև։ Հա, իրականում հաջող փորձել չի ունեցել։ 44 թվին իհարկե հաջող չէր, որտեվ սովետական չնայած չգիտես հաջող էր թե չէ, որտեվ սովետական բանակին ինքը չի կրվել, ինքը քաղաքական բանա պայմանագիր է ստորագրել, որ հանձնված եմ, всё, շեֆ կներես, բանա очень приятно царь, սենց սխալվեցի, սենց վիճակներ ու կարծեմ հələ մի քիչ կրակել է գերմանացիների վրա։ Ոնց որ արել են ռումինացիները, բուլղարացիները, սենց կներես շեֆ բան, սենց բաներ էին անում, այդ շուռ էին գալի գերմանացիների վրա։ Կարծեմ մենակ հունգարացին չի կրակել գերմանացու վրա, այս կողմը սաղ շուռ են եկել, մանրից կրակել են։ Համենայն դեպս ֆինական փորձը լավն է իր քաղաքացիականների հետ շփվելու հարցում, բայց իր մարտական փորձը երևի բայց դա չի նշանակում, որ բանակը բանակի հետ բանակից մարդ չպետք է գնա այդ փորձը ուսումնասիրի, որտեղ բանակից գնալու մասին դու լսել ես, որ Ռուսաստան կամ Ուկրաինա հայկական զինվորականներ թեկուզ թոշակի գնացած ցավոք սրտի չեմ լսել, բայց գոնե մի քիչ ուսումնասիրեմ։ Ցավոք սրտի չեմ լսել, բայց ինձ թվում է կան։ Էլի թոշակառուներ ավելի շատ։ Կարող է թոշակ, հա, ավելի շատ չէ, մենակ։ Կամ էլ հույսները դրել են, քանի որ երկու կողմից էլ հայեր կան կռվող։ Այդ հայերը դե հա իհարկե հետո կգան փորձի փոխանակում կանեն, բայց կարային ամերիկացիների պես նայեն ընթացքում ինչ-որ բաներ վերցնեին, չնայած մեր հասարակությունը վեկալել է, այդ սիրելի մեր թեման ԱԹՍ-ները, FPV-ներ, չգիտեմ, մավիկներ, էդի վերցրել են, արդեն ոնց որ բանակն էլ է դա օգտագործում,
չի կարելի ասել ընդհանրապես չի օգտվում այդ փորձից, բայց ճիշտ կլներ տեղում մարդիկ լինեին, զինվորականներ լինեին, գործից հասկացող մարդիկ լինեին։ Գիտես ինչ ես նոր հիմա մտածեցի, ես հիմա չգիտեմ ով այդ ինստիտուտը ղեկավարում, մի քանի տարի առաջ գեներալ Տավարացյանն էր ղեկավարում, ստրատեգիական ուսումնասիրությունների ասենց ինստիտուտ ունենք, կից կամ էլ ոչ կից բանակին, այդ ինստիտուտը երևի նաև այդ գործերով պիտի զբաղվեր, որտեվ ինքը նաև ինչ-որտեղ գիտական աշխատանք է։ Դու գիտես, որ երկրորդ համաշխարհայինից հետո ուրեմն միակ երկիրը, որ սիստեմատիկ մոտեցում արել փորձի ուսումնասիրմանը, դա եղել է Սովետական Միությունը։ Ուրեմն Անգլիայի եւ Ամերիկայի, նաև Ֆրանսիայի ուսումնասիրողներ են եղել, գրեթե բոլորը եղել են ատենախոսությունների գիտնականներ, բանսենց բաներ, որոնք որոշակի ստատիստիկային բանին դոստուպներ են ունեցել։ Բայց Սովետական Միությունը ուրեմն 46 թվականից դեմոբիլիզացիա է սկսում, 46 թվականի սկզբից, թե 45-ի վերջից, եւ 46-ի վերջից ուրեմն հարցումներ անում, ուրեմն մի քանի տասնյակ հազար բազմաթիվ հարցերով, ոչ թե 1-2 հարց, ասենք խոսքը մի 500 ասենց հարցով շարաներ ա լինում, ուրեմն մի 30,000 դասակի հրամանատարներ, մի 20,000 վաշտի հրամանատար, մի 10,000 գումարտակի հրամանատար եւ բարձր, շարքային զինվորներ, հետևակ ամբողջ սպեկտրը, ուրեմն հարցումների մասնակցել են մոտավորապես 700 քանի հազար շարքային ու ինչքան հիշում եմ 400,000 հրամանատարներ, միլիոնից ավել մարդ հարցումների է ենթարկվել, որի ընթացքում ուրեմն այդ պատկերացրեք ինչքան մարդ է այդ հարցումները կատարել, լրացրել, նաև ինստիտուտներ են եղել, որ այդ ամեն ինչը դրել ամփոփել են, բան եւ հետո փոփոխություններ են մտցրել ուստավների մեջ, տակտիկայի, ստրատեգիայի մեջ եւ այլն։ Այդի լուրջ պետական մոտեցումը փորձի բանի։ Ոնց ես կարծում, սեփական փորձը զինվորը քանի տարի կարա փոխանցի մյուսներին կամ փոխանցի թե չէ, ասեմ։ Ես կարամ իմ փորձով ասեմ, ես շատ բաներ արդեն ուղղակի չեմ հիշում պատերազմից։ Դե շատ դժվար է որ մտնեմ հիշողության տարբեր անկյուններ, որ ինձ բաներ են պատմում իմ ընկերները, որ ես ուղղակի չեմ հիշում տես բան։ Էդի պրակտիկ մարտական գործողությունների մասին է խոսքը, թե կենցաղ։ Հələ կենցաղ հիշվող բաներ են պատմում։ Հա, դե հա, կարա լինի։ Այս պրակտիկ գործողություններից է թե մեզ ինչքան են ռմբակոծում, ես չեմ հիշում արդեն։ Մի հատ դեպք եմ հիշում, բայց ամեն օր լինում էր։ Ուրեմն Այսինքն կամ իմ ուղեղն է փակել տարբեր բաներ, որ ես չհիշեմ, ինձ պետքական ինֆորմացիա չի ել։ Ու բոլորի մոտ է երևի այդպես լինում։ Հա, մարդիկ կան դրան մի քիչ բան են, թարս են նայում, օրինակ դա նման է, երբ որ մարդկանց անունները չես հիշում, մենակ դեմքն ես հիշում, կամ անուններն դեմքերը չես հիշում, մենակ հիշում ես որտեղ ես նման մարդու հետ շփվել, ծանոթացել, то есть իրադարձային, ասենք, հիշողություն ամոթად։ Շատերին թվում է դա գոռոզություն է, դա ոչ, ընդհանրապես մարդկային ուղեղի սահմանափակման մասին է խոսքը, որ կոմպյուտերի նման որոշ ինֆորմացիա չի գրանցում իր մոտ, համարելով ոչ այնքան կարևոր։ Ավելի կարևոր է խոսքը, օրինակ, այդ բանա օլիվիե սալատի մեջի, ասենք, մայոնեզը համովեր թե չէ, քան ասենք մարդու անունը։ Ես իհարկե բան եմ անում, էլի, ասենք մի քիչ, բայց ուղեղը հաճախ ինքն է որոշում ինչը հիշի, իսկ սիստեմատիկ փորձի ուսումնասիրությունը եւ այդ սիստեմատիկ ուսումնասիրման արդյունքում ձևավորված բազան ուսումնասիրելը եւ իրեն վերածելը դասագրքերի, հրաձգության դասագրքի, խրամատում խորհուրդների, թե ոնց զինվորականը իրեն պահի, հրամանատարին ինչ-որ խորհուրդներ, բան, այդ ամեն ինչը այդ ամփոփելով ինչ-որտեղ ավելնորդ այդ բանը ոնց կալի, ահա շելուխան, էլի, թեփը
Ավելի նոր թեփը, այդ ոնց որ ասած ցորենի վրից մաքրում է, մնում է մենակ ցորենի հատիկը։ Այդ աշխատանքը ես չեմ տեսնում ցավալի է Հայաստանում։ Ոչ 20 թվականի հետ կապված, ոչ ռուս-ուկրաինական։ Ձեզ մի փոքր բան անեմ, ուրեմն օրինակ բերեմ, ոնց են իրենց պահում խելացի ժողովուրդները։ Ուրեմն կա այտենց մի հատ երևի վատ երկիր է, որտեվ Ադոլֆ Հիտլերին աջակից ա եղել, ցեղասպանություն արել 800,000 հոգի, ասենք սերբա բանը բնաջնջել, բան խորվատները Ուկրաինայում բոլչի ունեն այսպես ասած ռուսների ասած վարսկաններ, ուկրաինացիների ասած կամավորներ։ Բացի դրանից, ասենք, իրենք ունեն ուրեմն այնտեղ գլխավոր շտաբից սպաներ, որոնք որ համարյա որպես դաշնակից երկիր այնտեղ բավականին դոպուսկներ ունի եւ ուսումնասիրում է եւ շատ ակտիվ են խորվատական լրատվամիջոցները Ռուսաստանի կողմից բլոգերների, ռազմական բլոգերների հետ են շփվում, համեմատաբար մոտիկ են շատ գալի, ասենք, մարտի դաշտին, ինչքան իրանց թույլ է տալի ոստիկանությունը կամ ռազմական, թղթերը սաղ լրացնելով, էլի, հավայի բերդերը չընկնեն, այն էլ հիմա Ռուսաստանում շատ ապուշ օրենքներ էլ կա, ասենք, ճիշտ է, լավ օրենքներ են ընդունել, զորքն ու բանակը պաշտպանելու, բայց նաև ապուշ օրենքներ ունեն։ То есть այնտեղ որտեղ չի կարում զինվորականներով եւ ռազմական կցորդներով ուսումնասիրի, այնտեղ ուսումնասիրում է տարբեր հասարակական կազմակերպություններով եւ լրատվամիջոցներով եւ բլոգերներով։ То есть ինքը փորձում է երկու կողմից ուսումնասիրի մարտական փորձը ռուսական պատերազմի։ Այդ դա խելամիտ է։ Մենք անմիջապես թղթով թամասով լինելով Ռուսաստանի դաշնակիցը կարայինք ընդեղ ունենայինք գլխավոր շտաբից կոմանդիրովը լիներ մշտապես, որտեղ իրանց որոշ օրգանները չհաստատնեն, ասենք, տարբեր բաժինների, չգիտեմ, բոլոր բաժիններից է կարան իրականում լինել։ Բոլոր այնտեղ լոգիստիկ աշխատանքները ոնց արվում, պայսները ոնց արվում, ոնց են ծրում, ոնց են մատակարարում։ Ուկրաինայի կողմից լինել, որտեղ մեզ ավելի պետքա թույլի կողմից լինել։ Այո, հետնել, ասենք, Ուկրաինայի պիտանիությունը ուկրաինական փորձը մեր համար կարար ավելի լավ լիներ։ Այնտեղ արդեն մեր բանը լավ ջերմ հարաբերությունները Մակրոնների եւ Տրամպի հետ կարար դեր խաղար, գայինք ընդեղից։ Բայց չեմ տեսնում, որ ասենք, որովհետեւ գոնե կլսենք, այս ինչ մարդը այնտեղ վիրավորվավ կամ զոհվեց կամ հազիվ պլստած։ Ուրեմն չենք անում։ Հույսներս դրել ենք երևի օֆիցիալ Գերասիմովի կամ Զախարովայի կամ Երմակի, հիմա Երմակին ով է փոխարինում, չգիտեմ, իրանց օֆիցիալ հայտարարությունների վրա։ Խելամիտ է, շատ։ Ну, էժան է, հասկանում եմ, տնտեսել է պետք, տնտեսել։ Արի սրա վրա վերջացնենք, արդեն ժամը անցել է։ Փորձ, համարյա բան չասենք փորձի մասին, բայց մյուսը խոսանք արի թիկունքի մասին։ Տեսնենք։ Թիկունքի բանա պահեստներ, մատակարարում, բուժծառայություն, փորձենք էլի ասենք, ինչ որտեղ մեր եւ Ուկրաինա ռուսական, ասենք, այս պատերազմի բանը համադրենք, փորձենք հասկանանք ոնց կարելի է, ինչ կարելի է անել։ Խի ուրիշ բան կա մտքիդ։ Դե կարող է կոմենտներում ավելի հետաքրքիր միտք գրեն։ Դե կգրեն, ինչ կա որ։ Լավ, այսքանով ավարտենք մեր հերթական ոդքասթը։ Խելամիտ եղեք, ուժեղ եղեք, պարապեք, միալարեք։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ մտավոր, կարդացեք շատ, կարդալուց, ասենք, նաև ուղեղը ավելի լուրջ նագրուսկա է ստանում, ավելի լավ է վարժվում, քան ինչ-որ նյութեր վիդեո պատկերով նայելով։ Շատ կարդացեք, շփվեք իրար հետ այդ թեմաներով, իմացող մարդկանց հետ շփվեք, դա շատ օգտակար է։
Անփորձանք եղեք։ Հաջողություն ձեզ։ Տեսում։